Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների ուժերի մի քանի 100 զինծառայողներ ժամանել են Մերձավոր Արևելք, միանալով հազարավոր ծովային հետևակներին եւ բանակային դեսանտներին, հայտնել են ԱՄՆ ռազմական երկու պաշտոնյաներ։ Հատուկ ջոկատայինները դեռևս կոնկրետ առաջադրանք չեն ստացել, սակայն որպես մասնագիտացված ցամաքային զորքեր նրանք կարող են տեղակայվել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար, կամ կարող են մասնակցել Իրանի նավթային հանգույցը Պարսից ծոցի հյուսիսում գտնվող Խարկ կղզին գրավելու գործողությանը։ Անանուն զինվորականների խոսքով զորքը որպես այլընտրանք կարող են օգտագործել նաև Սպահանի միջազգային օբյեկտում գործողությունների համար։ Հատուկ ջոկատայինները միացել են 2500 ծովային հետևակներին եւ եւս 2500 նավաստիների, որոնք վերջերս են ժամանել տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ այժմ Մերձավոր Արևելքում կա ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող, պաշտոնյաների պնդմամբ մոտ 10,000-ով ավելի քան սովորաբար, քանի որ Թրամփը որոշում է պատերազմում իր հաջորդ քայլը։